Որոշ վարչական շրջաններում մեզ մոտ նաև երևանցիները խնդիր են ունենում տուժերի և տուգանքների հետ կապված և տուժերի և տուգանքների ևս մի նախագիծ վաղը հավաքանու նիստին արտոնություններ տվող և բոլոր տուգանքներից և տուժերից ազատող նախագիծ է ընդունվելու և հետևապես սիրելի երևանցիներ ուզում եմ վստահ լինեք, որ աղբանության հետ կապված ինչպես և նախկինում խոստացել էինք, որևէ տուժեր և տուգանքներ մինչ այս պահը, քանի դեռ համակարգը նոր էր ներդրվում, չի կիրառվելու, նույնիսկ եթե որոշ դեպքերում նմանատիպ վճարումներ եղել են, դա հաշվանցվելու է հիմնական աղբանության վճարին։ Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև ոնց հասկանում եմ, բավականին տենց նաև շահարկման թեմա է դարձել։ Երկրորդը ես ուզում եմ խոսել այնուամենայնիվ մեր ընդհանուր սեփական եկամուտների մասին և իրականում սեփական եկամուտների հավաքագրումը ուղղակի բյուջետային թեմա չէ։ Սեփական եկամուտները Երևան քաղաքի կառավարելիության խնդիրները լուծելու ունակության մասին է։ Եվ երբ որ օրինակ մեզ ասում են հրատապ կարգով էս փողոցը պետք է ասֆալտապատվի, էս կոյուղին պետք է վնասվել է, ինչ-որ մի բան պետք է արվի, հեղեղատարը, մյուսը, այդ հիմնականում Երևանի քաղաքապետարանը իրականացնում է սեփական եկամուտներով։ Եվ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը իր սեփական եկամուտները ավելացրել է եռապատիկ, այսինքն